Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 13-ից սկսել է հունիսի 7-ին նշանակված խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների փաստաթղթերի ընդունումը։ Վերջիններս պետք է մինչև ապրիլի 23-ի ժամը 18-ը ներկայացնեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակները։ Այս ժամկետի ավարտից հետո ընտրապայքարի մասնակից հանդիսացող կուսակցությունները և անհատ թեկնածուները կարող են միայն ինքնաբացարկ հայտնել ու դուրս գալ պայքարից։ Ըստ ամերիկյան Forbes պարբերականի 2026 թվականի տվյալների, Սամվել Կարապետյանի կարողությունը մեկ տարվա ընթացքում աճել է $900 միլիոն, կազմելով 4 միլիարդ 100 միլիոն $։ Ուժեղ Հայաստան կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանն այս առիթով մասնավորապես գրել է. «Շատ գիտեք, մարդ, որ կալանքի տակ հաջողել է համարյա $1 միլիարդ կարողություն ավելացնել։ Պատկերացրեք, որտեղ կբարձրացնի երկրում ապրելու մակարդակը, երբ լինի Հայաստանի վարչապետը, փոփոխության ժամանակն է»։ Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երկիրը տնտեսական զարգացման բոլորովին նոր շրջափուլ է մտնում, ինչը պայմանավորված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացով։ Մենք առաջիկայում մեծ իրադարձություններ ենք սպասում, որոնք կապված են առաջին հերթին TRIP նախագծի գործարկման հետ, որ Հայաստանն ի վերջո ամբողջական դուրս է բերել շրջափակման վիճակից։ Մենք Ադրբեջանի հետ TRIP նախագծի շրջանակում առաջին հերթին երկաթուղին կբացենք, և այդ երկաթուղին երբեք չի փակվելու, այսինքն դա և ներմուծման և արտահանման հուսալի ուղի է, ասել է նա։ Ապրիլի 10-ից 13-ը բացահայտվել է 294 հանցագործություն։ Ոստիկանությունից հայտնում են, որ ամենաշատը 77 դեպք գրանցվել է վարորդական վկայական չունեցող անձի մեքենա վարելու առիթով, 30-ը վերաբերում է թմրանյութի հայտնաբերման, 16-ը մարմնական վնասվածք պատճառելու, 10-ը անձնական ունեցվածքի գողության դեպքերին։ Բացահայտվել են նաև սպանության փորձի, մարդու առևանգման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութերի մաքսանենգության և այլ դեպքեր։ Հայտնաբերվել է 16 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը, հայտնաբերվել է 4 անհայտ կորած։ Անցած 3 օրում գրանցվել է 32 ավտովթար, 7 մարդ զոհվել է, 67-ը ստացել վնասվածքներ։ Պաշտպանության նախարարության հրապարակած տեսանյութում նշվում է, որ տարվա բոլոր եղանակներին բանակային դիրքերում իրականացվող հերթափոխերին զուգահեռ նաև ինտենսիվ ինժեներական աշխատանքներ են իրականացվում։ Մշտապես բարեկարգվում են խրամուղիները, խրամախորշերը և կրակակետերը։ Անհրաժեշտության դեպքում կառուցվում են նորերը, առավել ամուր, առավել ապահով։ Բանակային դիրքերի զինծառայողները ներկայացրել են կամավորական լայնածավալ աշխատանքներն ու ինժեներական նոր լուծումները։ Ռուսաստանում սպանության և սպանության փորձի համար արդեն իսկ 22 տարվա բանտարկության դատապարտված ադրբեջանցի Շահին Շիխլինսկու պատժաչափը ավելացվել է ևս 9 տարով։ Այս անգամ պատճառը անվտանգության ծառայության աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելն է։ Դատավճիռների համակցությամբ ընդհանուր ժամկետը կազմել է 24 տարի։ Առաջին 4 տարին նա կանցկացնի բանտում, այնուհետև խիստ ռեժիմի գաղութում։ Նրա որդին Մութվալին դատապարտել է 8 տարվա ընդհանուր ռեժիմի ազատազրկման։ Քննության տվյալներով 2025 թվականի հուլիսին Բաքու Պլազա առևտրի կենտրոնի մոտ հոր ձերբակալության ժամանակ նա մեքենայով կտրուկ հետընթաց է կատարել և վրաերթի ենթարկել ուժային կառույցի աշխատակցին։